Տղան մի քանի ելակ դրեց թաքստոցի մուտքի մոտ, հետո նա լուր թաքնվեց եւ սկսեց հետևել։ Քաղցր բույրով հրապուրված շունը դանդաղ դուրս եկավ, նա զգուշորեն առավ ելակը բերանը։ Սա տեսնելով տղան ժպտաց, շունն արագ կերավ հյուրասիրությունը։ Տղան մտածեց, որ այս կերպ կկարողանա շահել նրա վստահությունը։ Սակայն շունը դեռ չէր համարձակվում ամբողջությամբ դուրս գալ իր թաքստոցից։ Ի վերջո տղան հեռացավ, սակայն ճանապարհին նա որոշակի հեռավորության վրա մեկական ելակ էր թողնում, կարծես ինչ-որ մեկին ճանապարհ ցույց տար։ Իրականում շունը շատ խելացի է, երբ նա տեսավ, թե ինչպես են տղան ու նրա քույրը նստում ավտոբուս, աննկատ թռավ ներս եւ հետևեց նրանց մինչեւ տուն։ Սակայն դուռը փակ էր, շունը սովոր չէր հանձնվել։ Մեծ ջանքերով նա շրջեց աղբամանը, մագլցեց դրա վրա եւ հասավ պատուհանին։ Երբ քույրն ու եղբայրը նրան տեսան պատուհանից, միաժամանակ զարմացած էին եւ երջանիկ։ Նրանք անմիջապես բացեցին պատուհանը եւ ներս թողեցին նրան։ Շունը նրան շատ դուր եկավ, բայց նա կեղտոտ էր եւ վատ հոտ էր գալիս։ Ուստի երեխաները լողացրին նրան եւ տվեցին Բենջի անունը։ Նրանց թվում էր, թե հիմա կսկսվի երջանիկ կյանք։ Սակայն նրանց մայրը միանգամից հրաժարվեց շանը պահելուց։ Ընտանիքի ֆինանսական վիճակն այնպիսին էր, որ նրանք չէին կարող իրենց թույլ տալ եւս մեկ ընտանի կենդանի։ Քույրն ու եղբայրը երկար համոզում էին նրան, բայց մայրը չհամաձայնեց։ Տխրած տղան Բենջին դուրս տարավ, սակայն Բենջին չէր ուզում հեռանալ։ Նա նոր էր ընտանիք գտել եւ չէր ցանկանում նորից մենակ մնալ։ Տղան երկար լաց եղավ, թաքնվելով աստիճանների անկյունում։ Նույն օրը քույրն ու եղբայրը մտան ժամացույցների խանութ։ Հանկարծ մի քանի հանցագործներ բռնեցին նրանց եւ ուժով տարան։ Բենջին, տեսնելով այս ամենը, անմիջապես նետվեց նրանց հետևից, բայց ճանապարհին շատ մարդիկ կային եւ մեքենան արագ անհետացավ տեսադաշտից։ Այնուհետև Բենջին վազեց խանութ եւ գողացավ ուտելիքով տոպրակը։ Հետո նա գնաց մեծ ծև շան որջը, ուտելիքի օգնությամբ նա գրավեց նրա ուշադրությունը եւ տվեց հոտոտելու տղայի հոտը։ Ստանալով հետքը, մեծ շունն անմիջապես առաջ վազեց։ Որոշ ժամանակ անց նա կանգ առավ փայտե վահանի մոտ։ Շները միասին հեռացրին այն եւ դրա տակ գտան թաքնված գաղտնի անցքը։ Առանց ժամանակ կորցնելու նրանք ցատկեցին թունելը եւ դրանով հասան լքված գործարան։ Հենց այնտեղ էին պահում քրոջն ու եղբորը։ Մուտքի մոտ հերթապահում էր վտանգավոր պահապան շունը։ Բենջին մոտեցավ նրան, դիտմամբ գրգռեց եւ ստիպեց ընկնել իր հետևից, տանելով նրան դեպի խոտածածկ դաշտ։ Կատաղած շունը նետվեց նրա հետևից։ Այդ պահին մեծ սև շունը փակեց նրա ճանապարհը։ Օգտվելով առիթից, Բենջին վերադարձավ ներս երեխաներին փրկելու։ Շուտով նա լսեց, թե ինչպես է տղան օգնության կանչում։ Առևանգիչներն արդեն երեխաներին տանում էին դեպի նավակը։ Առանց երկմտելու Բենջին նետվեց նրանց հետևից։ Այդ նույն ժամանակ մայրը ժամանեց ոստիկանության հետ։ Շտապելիս հանցագործները մոռացել էին կտրել նավակի պարանը։ Տեսնելով հնարավորությունը, Բենջին մագլցեց պարանով, առևանգիչներից մեկը ճոճեց նիզակը, փորձելով հարվածել նրան, բայց Բենջին չնահանջեց, երբ հանցագործը պատրաստվում էր կտրել պարանը։ Բենջին ցատկեց նրա վրա եւ տապալեց նրան։ Սակայն ուժեղ հարվածից ինքն էլ ծանր ընկավ նավակի վրա։ Խառնաշփոթի մեջ հանցագործն ընկավ ջուրը։ Լսելով աղմուկը, քույրն ու եղբայրը դուրս վազեցին եւ տեսան, որ Բենջին ընկած է անշարժ։ Տղան անմիջապես վերցրեց նրան եւ դուրս բերեց ափ։ Մայրը նույնպես վազելով մոտեցավ եւ նրա դեմքին ափսոսանք էր երևում։ Մի քանի ակնթարթ անց Բենջին դանդաղ բացեց աչքերը։ Սա տեսնելով ամբողջ ընտանիքը լցվեց երջանկությամբ։ Դրանից հետո մայրը վերջապես համաձայնեց, որ Բենջին մնա ապրելու իրենց հետ։ Այդ օրվանից նրանց տունը ձեռք բերեց իսկական պաշտպան։ Խրատ, նվիրվածությունն ու սերը ընդունակ են հրաշքներ գործել, իսկ բարի սիրտը հավերժ գտնում է իր տունը։